սպասում եմ։ Ինչ է, վայրկյան սպասում։ Չէ։ Ես չեմ գտնում ես մա։ Ավարտից հետո։ Պատերազմում զոհված կամավորի մորն այդպես էլ թույլ չտվեցին մոտենալ Նիկոլ Փաշինյանին, որն այսօր իր շրջիկաջակիցների հետ պատարագի էր մասնակցում մրգաշատում։ Ինչպես նախորդ գիրակիներին, այսօր նույնպես Փաշինյանի հետ պատարագի էին մասնակցում նախարարներ, падգամավորներ, կուսակցության անդամներ, անգամ Վարդենիսից էին եկել։ Պատարագին Փաշինյանի հետ ներկա էր Արմավիրի թեմի առաջնորդը։ Նշենք, որ ըստ տեղեկությունների այսօր նույնպես մարզի պետական աշխատողներից պահանջել էին պարտադիր ներկա գտնվել պատարագին։ Նորմալ եմ համարում, երբ որ պետական աշխատողն էլ է պատարագի գնում։ Նորմալ է բոլորը որ գնում են պատարագի, հարցը դրան չի, նորմալ չի, որ մարդկանց ստիպում են Հարգելիս, հորդորում են, Ստաբար ձեզ ասում եմ, ոչ մեկին չեն կարող ստիպել։ Միշտ փորձել եմ մասնակցեմ պատարագներին։ Մի քիչ ժամանակի խնդիր ունեմ, բայց միշտ փորձել եմ մասնակցեմ։ Առաջինը երկրի վարչապետը, կուսակցության ղեկավար, վարչության նախագահ գալիս է այստեղ։ Դա քիչ չէ, որպեսզի ես էլ ներկա լինեմ ու շատերը։ Եթե մենք կրոնական ենք, ճիշտ չէ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ասում է պետք է փոխենք, պետք է հեռացնել։ Դա ղեկավարի որոշողը ինքն է ցավտան, մենք չենք կարող այս կանխենք։ Խառնում են եկեղեցու գործերին։ Չէ, ճիշտ չէ։ Ճիշտ չէ։ Եկեղեցական կրոնը քանդելը ճիշտ չէ։ Ինչ կասեք եկեղեցու հետ կապված այս ինչ գաղափար։ Ինչ պետք է ասենք, մշտական եկել են, մասնակցում ենք, ամեն շաբաթ էլ գալիս ենք։ Այդքան բան։ Նիկոլ Փաշինյանն է գալու, դուք երբ գիտեիք եկեղեցել։ Դա նույնիսկ չի որ վարչապետը գալիս ենք։ Հարգում ենք վարչապետին, բայց մեր եկեղեցին միշտ էլ գալիս ենք։ Ընդունելի է այն օրակարգը, որ Նիկոլ Փաշինյանն է առաջ քաշում։ Դե ինչ ասեմ։ Նախորդ պատարագներից այս մեկը տարբերվելի է Զեղչերի Վեհապարյան, այսինքն կանոնական այդ սերը։ Չէ, այդպես բաներ ոչ գիտեմ, ոչ էլ ուզում եմ խոսամ։ Դուք կիսում եք իր օրակարգը, որ ասում է Վեհապարին հեռացնենք։ Չէ։ Համաձայն չեք։ Չէ, դե չգիտեմ, դա արդեն քաղաքականություն է։ Նիկոլ Փաշինյանին միացած բարձրաստիճան հոգևորականներից Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն arczepiskopos Ադամյանն այսօր պատարագից հետո լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան միայն ասում էր. «Չգիտեմ ցավներդ տանեմ»։ Նա միայն հայտարարեց, որ կմասնակցեր եպիսկոպոսատ ժողովին, եթե այն տեղի ունենար Հայաստանում։ Նշենք, որ իշխանություններն ամեն ինչ անում են Ավստրիայում կայանալիք ժողովը տապալելու համար։ Երեք քննչական կոմիտե է հրավիրվել 6 եպիսկոպոս, որոնց մեղադրանք է առաջադրվել ու որպես խափանման միջոց ընտրվել բացակայելու արգելքը։ Չգիտեմ քրեական գործին չի վերաբերյալ, Ժորժ որ մարդիկ դատական ներողություն հոգևորականները դատական ակտը չեն կատարել։ Ինչ ակտը չգիտեմ։ Գևորգ Սրբազանի բարակային մասյացոթ։ Հիմա դատարանները պիտի որոշեն։ Դատարանը չգիտեմ ինչի համար է կանչել։ Աշխատանքային պայմանագիր ունեք։ Ինչու է դատարանը։ Հիմա եթե վեհապարը ձեզ կարգալույց անի, դուք եք դիմելու դատարան։ Եթե լինի կտեսնենք, հալա որ կարգալություն են հայել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է մամուլում առկա տեղեկությունը, որ իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է Ադրբեջանից շաքարավազներ կրել։ Այսօր մրգաշատում պատարագից առաջ Պապոյանն ասել է, որ որևէ մեկնաբանություն չունի։ Նա նաև անդրադարձել է օրերս Փաշինյանի կազմակերպած նախընտրական դիսկոտեկին։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը թմբուկ էր նվագում, մի նախարար պարում էր ֆլեշմոբեր։ Դուք այդ օրը ինչով եք աչքի ընկել։ Որևէ Ձեզ վրա ինչ պատկանում։ Ցավոք սրտի այդպեսի հնարավորություն չի եղել, որպեսզի Լավ չեք նվագում, լավ չեք Չէ, ես երաշտական դպրոց եմ ավարտել, ես կլարնետ։ Ես միգուցե Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, հայտնում է հետքը։ Որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը։ Նախնական տեղեկություններով դեպքը կապված է գնման մրցույթ չհայտարարելու դատարանի որոշումը չկատարելու հետ։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվամիջոցը։ Հայկական կողմը դեռևս այս տեղեկությունը չի մեկնաբանում։ Ռուսաստանից Ադրբեջան տարանցմամբ արդեն Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն, մոտ 19900 տոննա հացահատիկ։ Հայաստանի էլեկտրական ցանցերը 50%-ով կզեղչի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոսանքի վարձը, գրում է այսօրը։ Հեծից նամակ են ուղարկել եկեղեցու հոգևոր տեսուչին Փաշինյանին միացած անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին։ Նամակում նշվում է, որ հեծը 2025 թվականի դեկտեմբեր ու 2026 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին կսուբսիդավորի եկեղեցու էլեկտրաէներգիայի ամբողջ ծախսի 50%-ը։
Այսօր Մարտունիի Երևանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել։ Վնասվել են տան լուսամուտների մի մասը, դռները եւ փլուզվել է պատի մի հատված։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Համացանցում ակտիվ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր հերթական տեսանյութը։ Մարիամ Փաշինյանն Instagram-ում հրապարակել է ռիլ, որտեղ խոսում է ուրբաթ երեկոներին ալկոհոլ օգտագործելու, ակումբներ հաճախելու եւ մարզվելու մասին։ Ու շատ դեպքերում չգիտեմ նկատել եք թե չէ, բայց օրինակ որ գնաք ուրբաթ օրը խմելու, շաբաթ օրը խմելու, ձեր խմող ընկերները երբեք չեն ասի, վայ, էս ինչ ես անում, էլի խմում ես, էլի կլուբում ես կամ էլի ես որտեղ ես, տենց չեն ասի, բայց որ իրանք տեսնեն քեզ առավոտները ժամը 5-ին արթնանալուց, երբ որ գնում ես վազում ես եւ այլն, sense կոմենտներ կարան անեն, վայ, բան քեզ տարել է սպորտը, ինչ ես անում, արի գնանք, տուտա-սյուտա, որտեղ վատի մեջ գտնվող մարդիկ միշտ փորձում են դիմացինին քաշեն այդ վատի մեջ, իսկ երբ որ մարդը փորձում է դուրս գա այդ վատից, իրանք ամեն ինչ անում են, որ իրանք քաշեն հետ գցեն այդ վատի մեջ, այդ նորմալ է, որովհետև մարդը ուզում է, որ իրան շրջապատեն իրեն նմանները, ոչ թե իրանից տարբերվողները, որովհետև հիմնականում իրանից տարբերվողները անում են այն, ինչը որ ինքը երևի չի կարողանում անել։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա։ Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նա նաև ասել է, որ այսքան տարիներ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Իրանի հակամարտությունը մի պարզ հարցի մասին է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուզում է կուլ տալ Իրանին եւ շահագործել իրենց ռեսուրսները։ Իրանի նավթը, գազը, հանքերը, աշխարհագրական դիրքը, ահա Ամերիկայի Միացյալ Նահանգների համար գրավչության առարկան, ասել է Խամենեին։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հարցազրույցում հայտարարել է, որ սպասում է Միացյալ Նահանգների հարձակմանը Իրանի վրա առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Վուչիչը սպասվող հարձակումը կապել է ամերիկացի ֆինանսիստ, սեռական հանցագործությունների մեջ մեղադրվող Ջեֆրի Էփշտեյնի դոսիեի հրապարակման հետ։ Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր ռազմածովային ուժերը ուղարկել է Իրանի ուղղությամբ։ Իրանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը եղել է Բուշեր նահանգի Ասուլեի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 18 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ վիրավորների մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։ Անտալիայում ողբերգական վթար է տեղի ունեցել ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով զոհվել է 8 մարդ եւս 28-ը վիրավորվել են։ Հայտնի չէ արդյոք զոհերի եւ տուժածների մեջ օտարերկրյա քաղաքացիներ են եղել թե ոչ։ Աբու Դաբիում այսօր նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները չեն կայացել։ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ դրանք նախնական տեղի կունենան փետրվարի 4-ից 5-ը։ Փետրվարի 2-ից 4-ը հանրապետությունում սպասվում են տեղումներ նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով, Արարատյան դաշտում եւ դրա նախալեռներում 4-ից 6 աստիճանով։